Բնականաբար կենտրոնական բանկը շատ ողջունում է եւ շատ դրական է վերաբերում այս զարգացմանը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք եւս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե բանկային համակարգը, թե մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևա եւ հստակ Հայաստանի Հանրապետություն դնենք միջազգային քարտեզի վրա։ Այդ տեսանկյունից հատկապես ֆինանսական համակարգի համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ֆինանսական համակարգը եւ ֆինանսական բիզնեսը ինքը գլոբալ բիզնես է, այսինքն միշտ երբ որ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մի երկիր մտնի որպես ներդրող, ինքը միշտ նայում է, թե այդ երկրի կառույցները, հիմնական ֆինանսական ինստիտուտները ինչպիսին են։ Եվ այս տեսանկյունից իմ կարծիքով առավել քան ակնհայտ է, որ սա շատ դրական ազդեցություն է ունենալու մեր վրա, որտեղ փաստացի ինչ է տեղի ունենալու, ինչ-որ մեկը այդ ուզենա Հայաստանի Հանրապետությունում թե ֆինանսական համակարգում, թե իրական հատվածում ներդրում անի, տեսնել է, որ ունենք ընկերություն, որը որ ըստ էության գլոբալ է արդեն։ Դա իմ կարծիքով շատ դժվար է թերագնահատել որպես կարևոր քայլ մեր տնտեսության համար։ Ամերիկա բանկի այս ձեռքբերումը մեզ համար շատ կարևոր է եւ ուզում եմ հատուկ շեշտադրել, թե ինչ կարևորություն ունի այս քայլը Հայաստանի Հանրապետությունում ներդրումների տեսանկյունից, հատկապես շեշտադրելով միջազգային ներդրումները։ Ընդ որում, թե ֆինանսական համակարգի, թե իրական հատվածի տեսանկյունից։ Տեսեք, ինչու է սա կարևոր։ Երբ որ խոշոր միջազգային ներդրողը ուզում է ինչ-որ մի երկիր մտնի, իր համար ամենակարևորը հասկանալ, թե ինչ որակի խաղացողներ ունի այդ երկիրը։ Եվ ֆինանսական համակարգը սովորաբար այցեքարտն է։ Այդ տեսանկյունից այս քայլը շատ դժվար է թերագնահատել իր կարևորությամբ, քանի որ փաստացի միջազգային ներդրողը, երբ որ գալիս է Հայաստանի Հանրապետություն, տեսնում է, որ մեր բանկերից մեկը ըստ էության արդեն գլոբալ խաղացող է, իսկ ֆինանսական համակարգում դա առաջնային նշանակություն ունի։ Դա նաև չի սահմանափակվում միայն ֆինանսական համակարգի վրա, ճիշտ է դա նաև ընդհանուր իրական հատվածի վրա, որովհետև գլոբալ իմաստով, ինչպես նշեցի, ֆինանսական համակարգը այցեքարտն է եւ միջազգային ներդրողների տեսանկյունից ակնհայտ է, որ սա էական կանաչ լույս է այն առումով, որ իրենք գալիս են հասկանալի, կանխատեսելի կարգավորման դաշտ, որակյալ շուկա։